Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանին։ Բարև ձեզ Սրբազան։ Ողջույն ձեզ, Աստված պահապան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սիրով ձեզ մոտ շատ ուրախ եմ գալու, մեր ոտքը օրհնությամբ լինի։ Ես հետևում եմ ձեր հեռուստաընկերության հաղորդումներին, հարցազրույցներին, որոնք որ շատ դրական ազդեցություն ունեն եւ ունենում են մեր կյանքի վրա։ Շարունակեք առողջ այդ լրատվական աշխատանքները։ Շնորհակալություն։ Ես կուզեի մինչև հարցազրույցին անցնելը 1-2 խոսքով ներկայանալ։ Ես Վազգեն arczepiskopos Միրզախանյան եմ, ինչպես նշեցիք, հոգևոր ճեմարան ավարտելուց հետո ձեռնադրվել եմ կուսակրոն հոգևորական, եղել եմ Վազգեն վեհապարի գավազանակիրը եւ թե Վազգեն առաջինը եւ թե Գարեգին առաջինը իմ կյանքում ունեցել են մեծագույն դերակատարություն։ Նրանց շրջանին ես հիմնել եմ քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ուսուցիչներ ենք վերապատրաստել Կիրակնորիա դպրոցների համար եւ Արցախի հոգևոր կրոնական դասընթացները սկսվել է 1997 թվականից այդ աշխատանքների արդյունքում եւ արդեն 2005 թվականին, երբ որ հայկայացու պատմություն առարկան մտավ դպրոց, այդ աշխատանքների արդյունքներ։ Հետագա շրջանին եղել եմ Վրաստանի հայոց թեմի 17 տարվա առաջնորդը, Պապկեն Վարդապետ Սալբյանի հետ միասին հիմնել ենք Սամթխե Ջավախքի փոխառաջնորդությունը։ Լավագույն աշխատանքներից ես համարում եմ Թբիլիսի Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Գևորգ եկեղեցիների վերանորոգումն ու վերականգնումը եւ կարեւորներից նաեւ Հովանես Թումանյանի տան վերադարձը։ Ապա վերադարձել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, եղել եմ հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն եւ այս տարվա մարտի 31-ից նշանակվել եմ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Այսքանը մեր մասին։ Խոսենք հիմա եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ձեր եպիսկոպոսների մասնակցությամբ հայտարարությունները մեծ այսպես աղմուկ առաջացրեցին, մասնավորապես այն վերջի հայտարարությունը, որով դուք պահանջում եք կաթողիկոսի հրաժարականը, նաև ավելի խորքային խնդիր եք բարձրաձայնել, որ եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտը գուցե չլիներ, եթե արդար եւ առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունը։ Այս մասին կարծեք թե հասարակությունը խոսում էր ինչ-որ նեղ զրույցներ, կուլիսային զրույցներ, բայց եկեղեցականների մակարդակով այն էլ էսպիսի բարձրաստիճան եկեղեցականների չէր եղել երբևէ։ Խնդրեմ այս մասով ասեք, հա։ Խնդիրը բարձրացված է, որովհետև հասարակությունը մշտապես հոկտեմբերի 27-ը բացասաբար է հիշում այդ արյունալի օրը, որին հենց սկզբից դիտարկեցին բացասական։ Կաթողիկոսի մուտքը դեպի Էջմիածին եղավ Հայաստանի պետական ավականու լավագույն ներկայացուցիչների գնդակահարությամբ եւ ահաբեկչությամբ։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ Գարեգին II կաթողիկոսը իր գործունեությամբ, իր աշխատանքներով ցավոք քիչ ունկնդիր եղավ շատ եպիսկոպոսների, վարդապետների եւ ահավասիկ հասավ այս ժամանակները։ Ես երբեք իրանձի դեմ անհատաբեր, անձնապես վիրավորական խոսքեր չեմ ասել եւ չեմ ասի, երբեք հակակաթողիկոսական չեմ եղել եւ չեմ լինի, բայց կարող եմ մեր սրբազանների հետ միասին բարձրաձայնել այն խնդիրները, որոնք մեզ մղել են, որ մենք ստիպված ենք արդեն մեր ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջը դնել։ Դրանց մեջ կարող ենք առանձնացնել այն, որ վերջին տարիներին մեր եկեղեցին ուղղակի ամբողջությամբ ներգրավեց, ներքաշվեց Հայաստանի ներքին քաղաքական դաշտ, մանավանդ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի կողմը բռնելով, ավելի ուշ արդեն տարբեր քաղաքական շարժումների ժամանակ մեր հոգևորականության մասնակցությամբ։ Իմիջիայլոց Էջմիածնում միշտ փորձում են բացատրել դա, որ հոգևորականները ներկա էին, որպեսզի բախում չլիներ։ Ես դա կարող եմ ընդունել 2018 թվականին, երբ որ այո կար մեծ բախման վտանգ, հոգևորականների ներկայությունը ամբողջությամբ արդարացված էր, բայց ավելի ուշ բախման ոչինչ չկար,
ցավոք մինչև 2024 թվականին, երբ Էջմիածնից արտոնվեց Բագրատ arczepiskopos-ի այդ քաղաքական գործունեությունը, որը սկսվեց խաղաղ շարժումով, բայց ընթացքը տեսանք ինչպիսի բախումներ եղան ոստիկանության շենքի մոտ, ներքին գործերի նախարարության, ազգային մեր խորհրդարանի ուրեմն մոտ, որը վիրավորներ առաջացրեց եւ նմանատիպ շատ բաներ։ Սա այլևս երևի այն բաժակն էր, որով որ լցվեց մեր բոլորի մտահոգությունը։ Իհարկե այդ ամբողջի մեջ կա նաև ոչ արդար կարգալուծությունների հարցը, որ տեղի ունեցավ տարբեր ժամանակներում 100-ից ավել հոգևորականներ կարգալուծ են եղել։ Ես չեմ ասի, որ այնտեղ կային այնպիսիները, որ չարժեր, ոչ, եղել են մարդիկ, որոնց որ այդ կարգալուծությունը իրոք որ տեղին է եղել, բայց եղել է նաև անարդար։ Մենք որպես բարձրաստիճան հոգևորականներ մենք ենթարկվում ենք այն բոլոր կանոններին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որոշումները կայացնում է, բայց այդ որոշումները, օրինակ կարգալուծության վերջին շրջանին Տեր Արամի կամ այսօր նաև Տեր Թադեի, մենք դա համարում ենք ոչ արդարացի։ Կանոնականը ընդունում ենք, քանի որ մենք ենթակա ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններ ենք, բայց արդար չի, որովհետև մեր կյանքում եղել են կան մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արժանի էին կարգալուծության շատ ավելի վաղուց, բայց նրանք կան եւ մնում են շարունակել իրենց հոգեվոր ծառայությունը, բայց մեծ շատ եղբայրներ ուրեմն մնում են դուրս։ Բացի դա, մենք մտավախություն ունենք եւ մտահոգություն ունենք, որ մեր եկեղեցին ոչ միայն Էջմիածնից է կառավարվում, այլ ուրիշ վայրերից եւ օտար ազդեցություն կա այստեղ, արտաքին հետքը կա մեր եկեղեցու կառավարման, նրա որոշումների կայացման մեջ եւ այդ մտահոգությունները նույնպես մենք բարձրաձայնում ենք, որովհետեւ մենք ապրում ենք Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունը մեր միակ պետությունն ու պետականությունն է եւ մենք պիտի նրա կողքին կանգնենք եւ հայոց եկեղեցին դա Հայաստանի եկեղեցին է, հայ ժողովրդի եկեղեցին է եւ պիտի ծառայի միմիայն հայ ժողովրդի եւ հայ հավատացյալների շահերին։ Այդ ձեր վերջին հայտարարությունից հետո մասնավորապես որևէ խոսակցություն հանդիպում ունեցել եք Գարգին Բ-ի հետ կամ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ, որոնք ձեզ չեն միացել։ Այլ հոգևորականների հետ իհարկե ունեցել ենք տարբեր մակարդակի զրույցներ, ինչպես եպիսկոպոսների, այնպես էլ վարդապետ քահանա սարկավագների հետ։ Ինչ վերաբերում է Մայրաթորին, մենք հրավիրված ենք որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, որ տեղի ունեցավ օրեր առաջ, բայց մենք հարմար չնկատեցինք, որովհետև հերթական Գերագույն հոգևոր խորհրդի նիստը պիտի լիներ, որտեղ պիտի խոսեին տարբեր բաներ, վերջում ավարտեինք անարդյունք, ինչպես որ եղել է տարբեր ժամանակներ։ Կարող են մեզ ասել, բա ինչու նախկինում այդ ձայնը չէիք բարձրացնում։ Սիրելի հերոստա տեսության այս դիտորդներին ես ցանկանում եմ տեղյակ պայել, որ մենք շատ ենք ներսում խոսել այս հարցերի մասին։ Օրինակ, երբ որ մեր Գերագույն հոգևոր խորհրդի կամ տարբեր ժողովներին գալիս է արցախցիներին վերաբերող հարց, որ այդքան հիմա ասվում է, մենք մեր ներսում սկսում ենք ժպտալ, որովհետև գիտենք, պիտի գան մասնագետներ խոսեն, հարցեր բարձրացնեն, բայց ոչ մի հարցի լուծում այդպես էլ չկա։ Հաղորդումների ժամանակ տրվում է, որ ահա Արցախի պատմամշակութային ժառանգություն, Արցախի հարց, կարմիր գծեր Արցախի հետ կապված, երբ որ դեռ Արցախի պատերազմը չկար եւ Արցախահայությունը դուրս չէր եկել, բայց ինչ ոչ մի օգնություն, ոչ մի ռեալ տեսանելի շարժ, խոսք որքան ուզենք։ Երեք Պետրոս Ղազարյանի հյուրը ձեր գործընկերն էր, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը։ Արշակ Խաչատրյանի տեսանյութերի մասին դե արդեն շատ է քննարկվել, այդ ամեն ինչից հետո կարելի ասել սրվեց եկեղեցու շուրջ զարգացումները։ Գևորգ Սրբազանը հայտնեց, որ ինքը անձամբ խոսել է Արշակ Սրբազանի հետ եւ ասել է, որ ամեն դեպքում պետք է դու հեռանաս եւ ասել, որ նա համաձայնել էր սկզբում։ Սակայն ինչպես նկատեցինք, ասուլիսի ժամանակ նա ամենևին միտք չունի հեռանալու եւ դեռ մի բան էլ ասաց, որ կաթողիկոսն էլ չի հեռանալու։ Արշակ Սրբազանը իմ աշակերտն է եղել, երբ որ ես դասավանդել եմ հոգևոր ճեմարանում 90-ականներին,
Հետագա շրջանում մենք բավական լավ մտերիմ ընկերներ ու բարեկամներ ենք եղել։ Եվ ինքս էլ բազմաթիվ անգամներ այս իրավիճակում հորդորել եմ իրեն, որպեսզի միայնակ չլինի, որտեղ մարդը կարող է ծանր հոգեբանական վիճակներում ինչ էլ որ եղած լինի, եւ աջակցության, հոգեբանական աջակցության կարեկցանքի հարց կա։ Բայց Սրբազանը այդպես էլ իր ընկերներին, մտերիմներին ցավով եմ նշում, չլսեց։ Եվ այդ հանձնախումբը, որի մեջ ինքս էլ էի, ստիպված էինք մենք նամակով դիմելու ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելու որ արժամայն ինքը մի կողմ քաշվի։ Այո, այդ պրակտիկան մեր եկեղեցում չի եղել վերջին տասնամյակներում, բայց աշխարհի քրիստոնեական եկեղեցիներում եղել են եւ կան, որովհետեւ տարբեր բարձրաճան հոգեվորականներ իրենց թեմից ներս, իրենց անձնական կյանքում ունեցել են խնդիրներ եւ մինչեւ այդ խնդիրների լուծումը իրենք ոչ թե կարգալույծ են եղել կամ փիլոնազուրկ են եղել, ուղղակի կամավոր թողել են դուրս են եկել մինչեւ հարցի լուծումը։ Բայց այստեղ մենք ցավոք դա չտեսանք եւ շատ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, վարդապետներ ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցը խոսեցին, որով էլ լուծում չեղավ։ Դրա համար արդեն մեր սրբազաններով ստիպված էինք այս խնդրի մասին բարձրաձայնել, որովհետև հասարակությունը բավական անհանգստացած էր, սա վնասում էր եւ կաթողիկոսին, եւ Արշակ Սրբազանին, եւ ամբողջ եկեղեցուն։ Ես հուսով եմ, որ վերջապես գուցե այդ ձայնը լսելի կլինի եւ հարցը կունենա դրական լուծում։ Խոսենք նաև թիրախավորումների մասին, թեև ձեզ ավելի վաղուց էին սկսել թիրախավորել, երբ ապրիլի վերջին վարչապետը Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցում ձեզ հետ հանդիպեց, դուք էլ խոսեցիք, ողջունեցիք խաղաղության օրակարգը։ Հիմա էլ այս հայտարարությունից հետո մասնավորապես ցիտեմ Արշակ Սրբազանի խոսքերը, նա ասել էր, որ այն եպիսկոպոսները, որոնք միացել են վարչապետին, դավաճանել են իրենց ապրած կյանքն ու Սրբազանին, ինչպես կմեկնաբանեք սա։ Ցանկանում եմ ասել, որ ինձ շատ կոչել են վերջին տարիներին Նիկոլական, բայց ես Նիկոլ Փաշինյանի ընտրություններին չեմ մասնակցել։ Ես հարգել եմ իրեն, իր գործունեությունը այսօր էլ 2026 թվականին կունենամ իմ որոշումը անշուշտ այդ հարցով, բայց ես եղել եմ եւ կամ միշտ պետականամետ կենտրոնով։ Իմ պապերը Պարսկաստանից են եկել 1946 թվականին, ու մեր պապերի ժողովրդից ոչ ոք Հայաստանը չի լքել։ Մենք այս երկրի հիմնադիրներից ենք։ Նշանակում է մեզ համար ոչ թե պետության գործիչն է, այլ պետությունը։ Մենք այդպես ենք եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Ով մեր երկրի իշխանավորն է, մեր պետության հոգսերը տանողը, մենք նրա կողքին ենք։ Իսկ այս հարցում ոչ թե մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք, այլ Նիկոլ Փաշինյանն է մեր կողքին, որովհետև ինքը հավատացյալ է եւ մենք իրեն մոտ գնացինք, հանդիպեցինք մեկ կարևոր նպատակով, որ վերջին ամիսներին մենք դիմում էինք ամենայն հայոց կաթողիկոսին խնդրելով իր արտոնությունը, որ պաշտոնապես գնանք, հանդիպենք վարչապետին եւ իմանանք ինչ է կատարվում, որ այս ամբողջի դեմը կարողանանք առնել վերջապես պետություն, եկեղեցի միասին պիտի լինեն եւ ոչ թե հակադիր, ուրեմն կողմերում։ Եվ մենք կարողացանք գնալ, հանդիպեցինք եւ մենք տեսանք հանձին վարչապետի ոչ միայն որպես երկրի ղեկավարի, այլ նաեւ հավատացյալ մարդու, ով ընկալում է պատարագը, հասկանում է պատարագը, կրոնական խորհուրդները եւ հասկանում է հոգեվոր կյանքի արժեքը, սուրբ գիրքը, եւ մենք իրեն հետ կարողացանք զրուցել նաեւ եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի շուրջ եւ փորձեցինք գտնել նաեւ այս ամբողջից ելքել։ Եվ օգտվելով առիթից ասեմ, որ պարոն վարչապետը փոխանցեց, որ ինքը կարող է ընդունել ամենայն հայոց կաթողիկոսին եւ պայմանավորվել նրա հետ իր հանգիստ խաղաղ հանգստի կոչվելու պայմանների եւ դրանց վերաբերող հարցերի շուրջ։ Եվ ես կարծում եմ, վեհապար հայրապետը պետք է օգտվի այս վիճակից եւ կարողանա քայլեր անել։ Դիմադրելը արդյունք չունի, որովհետև նույնիսկ այսօր մեր 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսների կարգալույծ անեն, հեռացնեն եկեղեցուց, ինչ քայլեր ցանկանում են թող անեն, բայց միևնույն է, բան չի փոխվելու։ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավոք
չի կարողանում եւ չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթները իրականացնել, որովհետեւ դրանք հրամանների կամ ֆինանսական հարցերի լուծումները չեն կամ կադրային հարցերը, դրանք առաջին հերթին կաթողիկոսի համայնքներ գնալն է, ժողովրդի հետ հանդիպելը, նրանց սուրբ գիրքը, մեր սրբազան ավանդությունները փոխանցելը, մեր հասարակության միջից լարվածությունը, միմյանց նկատմամբ վատ տրամադրությունները հանելը, լույսը պիտի բերի, ջերմությունը պիտի բերի, որպեսզի բոլոր այդ հոգևոր կյանքը ապրեն եւ զգան երջանիկ։ Եթե սա չկա, ուրեմն նշանակում է դու ընդհանրապես դառնում ես էջմիածնում նստած մեկը, որ ընդհանրապես էջմիածնի վերաբերող որոշակի գործառույթներ իրականացնում, բայց ոչ ամենայն հայոց կաթողիկոսի։ Երեք Գևորգ Սրբազանը այսպիսի մի բան ասաց, որ այս կոմպրոմատների պատերազմը գեներացվում է Մայրաթորի կողմից եւ Մայրաթորի համար աշխատում է ֆեյքերի մի հսկա բանակ։ Դուք տեղեկություն ունեք այսպես։ Ես ինչպես Գևորգ Սրբազանը ինքս էլ եւ մեզանից շատերը այդ ֆեյքերի եւ այդ հայտարարությունների զոհերն ենք եւ ցավոք այդ խոսակցությունը կա, որ այո, շատ բաներ Մայրաթորի որոշ պաշտոնյաների կողմից է այդ ամբողջը կատարվում, որովհետև այն լրագրողները, որոնք համագործակցում են Մայրաթորի որոշ կարևոր պաշտոնյաների հետ, նրանք թիրախավորում են մեզ մեղադրելով անձնական եւ անանձնականի մեջ։ Մենք խոսեցինք անանձնականի մասին, որ մեզ փորձում են որպես դավաճան ներկայացնել, որպես հերձվածող ներկայացնել, որպես անհնազանդ ներկայացնել, այս ամբողջ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Մենք Սուրբ Էջմիածնի նվիրյալ զինվորներից ենք, մենք հնազանդ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ամենայն հայոց կաթողիկոսությանը, բայց ամենայն հայոց կաթողիկոսի կատարած մի քանի ազգին ու եկեղեցուն վերաբերող կարևոր հարցերի նկատմամբ մենք ունենք շատ լուրջ վերապահում եւ դրա համար էլ բարձրացրել ենք այդ հարցը։ Մնացածը ինչ վերաբերում է Վրաստանում իմ ծառայության շրջանին, ֆինանսատնտեսական զեղծարություններին, այդ հարցերի համար ժամանակին մարդիկ են եկել Էջմիածնից, իրենք իրենց աչքով են տեսնել այդ բամփասանքները, փորձում են ինձ կապել 1-2 քահանաների ընտանիքների հետ, որոնք խնդիրներ են ունեցել, որոնք մեր հետ բացարձակ կապ չունեն, այդ քահանաների, որոնց անունները երբեմն հնչեցնում են, նրանք իմ շատ լավ հոգևոր եղբայրներն ու բարեկամներն են, որոնց հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք եւ հորդորում եմ մարդկանց եւ մանավանդ որոշ լրատվական միջոցներին, որ ուշադիր լինեն իրենց այդ մեղադրանքների մեջ կամ մյուսը, երբ արդեն ոչ մի մեղք չի մնում մեր վրա բարթելու, կին երեխայի արդեն մեղքը այս ամբողջի մեջ արդեն կա։ Այս իրողությունների հետ կապված մանավանդ կուսակրոնության խնդիրները, ինչպես որ երեք Գևորգ Սրբազանը բարձրացրեց, նույնը մենք ենք բարձրացնում, որովհետև սա 100-ամյակների հարց է։ Մեր եկեղեցին խոցելի է այս հարցով։ Պիտի մենք մի օր ազգովի եւ պիտի կոչ անեմ մեր հասարակության լայն շրջանակներին, ինձ համար ամենայն անկեղծությամբ չկա դիմության կամ անդիմության հարց։ Բոլորը մեր հոգևոր զավակներն են, շատ-շատերը տարբեր բարիկադներում իմ լավ ընկերներն ու բարեկամներն են, որոնց ես շարունակում եմ շատ հարգել եւ սիրել, որովհետեւ նրանց մեջ շատ-շատերը մեր պետության, մեր ժողովրդի համար շատ մեծ գործեր են արել, կարող է այսօր իրենք տարբեր բարեկադների կողմերում են, բայց միևնույն է այդ սերն ունենք։ Ես կոչ եմ անում, որպեսզի եկեղեցու առջև բարձրացած հարցերը չդարձնեն քաղաքական, ներքաղաքական, արտաքին խնդիրների լուծման առիթ, այլ ճիշտ հակառակը օգնեն, միասին կարողանանք մեր եկեղեցին վերադարձնել իր ազգային ուղու մեջ, շեղում կա, պիտի եկեղեցին վերադառնա իր առաքելության ուղու մեջ, որպեսզի բոլորի նկատմամբ եկեղեցին կարողանա հասցնի խնամք տանել,
հոգևոր խնանք, մենք ինչ գործ ունենք կուսակցական հարցերով, մենք ինչ կապ ունենք հրաժարականների հորդորներ կամ պահանջներ տալու, դրանք մեր խնդիրը չի։ Կարող ենք մենք ձայն բարձրացնել, եթե խնդիր կա ազգին, պետությանը վտանգող, բայց դրանք չպիտի լինեն վիրավորական խոսքեր, անձնական վիրավորանքներ։ Եվ ես օգտվելով առիթից ցանկանում եմ այստեղ մեր շատ հոգևորականների անունից, ովքեր որ իրենց փոխարեն, ովքեր որ շատ գործիչների, պետական, հասարակական վիրավորանքներ են հասցրել տարբեր կերպերով ներողություն խնդրել, որովհետև մեր կոչումը դա չի, մեր կոչումը սեր, խաղաղություն եւ հաշտություն բերելն է։ Եվ ես կոչ եմ անում մեր բոլոր հոգևոր եղբայրներին, չմոռանանք, որ այս ամբողջը անցնելու է այսօր, վաղը, ամիսներ հետո, տարի հետո, բայց մենք բոլորս կարողանանք չամաչել միմյանց առջև կանգնել նայելով։ Մենք այսօր այս հարցերը բարձրացրել ենք բոլորի անունից եւ այսքանը։ Խոսենք նաև Բագրատ Գազստանյանի եւ Միքայել Աջապահյանի կարելի ասել քաղաքականություն մտնելու մասին։ Ես ուզում եմ հասկանալ, սկզբում, երբ որ նա այդ քայլերը անում էր, դուք ինչ դիրքորոշում եք ունեցել եւ առհասարակ մեծամասնությունը եպիսկոպոս։ Եվ ես եւ մեր շատ հոգեվորականներ չեն ողջունել այդ քայլերը, ինչպես Բագրատ Սրբազանի, այնպես էլ Միքայել Սրբազանի հայտարարությունները, որ նա անում էր։ Շատ ենք ափսոսում այս իրավիճակի համար։ Նրանք մեր լավ եղբայրներն են եղել, նրանք շատ հայրենասեր մարդիկ են եղել, Արցախի համար շատ չարչարվող, տանջվող, մտահոգվող, եւ նրանք այսօր մեր եկեղեցու լավագույն առաջնորդներից կարող էին շարունակական լինել, եթե չգայթակղեին իրենց որոշ գործիչներ եւ մայրաթորի որոշ գործիչներ նույնպես եկեղեցական եւ ցավոք, եթե ամենայն հայոց կաթողիկոսը չարտոներ, որ նրանք այդ հայտարարություններն անեին կամ մտնեին քաղաքականության մեջ, որքան էլ որ մայրաթորը հերքում է, որ քաղաքականություն չկա, բայց միևնույն է այդ գործողություններն ու գործառույթները քաղաքական են։ Ես ափսոսում եմ, որ սա կա եւ հուսամ, որ մեր եղբայրները կգիտակցեն այս ամբողջը եւ մի օր իրենց կտեսնենք ազատության մեջ այլ հանգամանքներով։ Մենք դեմ չենք, որ կրկնում եմ, եթե կան սխալներ, դրանք բարձրաձայնվեն, բայց դրանք պիտի արվեն հոգևոր, եկեղեցական այդ մթնոլորտում եւ դրա մեջ ոչ ոքի չվիրավորելով, որովհետև մենք բոլորս նույն ազգի եւ նույն եկեղեցու զավակներն ենք, կարող ենք մի օր սայթակել, կարող ենք մի օր շփոթել, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ եկավ, ասաց. ես չեմ եկել մեղավորի մահը տեսնելու եւ կորուստը, ես եկել եմ, որպեսզի մեղավորներին փրկեմ, մեր առաքելությունն է դա։ Մեզ երբեմն մեղադրում են ասելով դուք հազար հատ մեղքեր ունեք այդ 10 եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով, դուք ինչ եք եկել, ինչ եք պահանջում, կարող է եւ մենք այո մեղքեր ունենք եւ շատ մեղքեր ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք չենք գիտակցում դա։ Գուցե մեր ամենամեծ մեղքն եղել է այն, որ մենք երկար տարիներով հանդուրժել ենք այս ամբողջը, եկեղեցու ներսում ենք փորձել, մեր ժողովների միջոցով ենք փորձել հարցերը լուծել, չենք բարձրաձայնել։ Այո, մենք դրա համար շատ մեղավոր ենք, բայց այսօր տեսնում ենք պատասխանատվության գիտակցություն եւս առավել, դրա համար այս հարցերը բարձրացրել ենք։ Մենք դիմում ենք մեր հասարակությանը, որպեսզի մեր հասարակության հետ միասին երկխոսության միջոցով հարցը լուծենք։ Գիտեք, ես ցավով պիտի նշեմ, որ մանավանդ Հայաստանում մեր հայ հասարակությունը, մեր հայ հավատացյալները ոչ մի մասնակցություն չունեն եկեղեցու կյանքի մեջ։ Սփյուռքում ունեն, Սփյուռքի քահանան, Սփյուռքի առաջնորդը առանց իր ժողովրդի հետ որևէ մի բան ճշտելու ոչ մի քայլ չի կատարում, ոչինչ։ Բայց Հայաստանում ոչ մի տեղ ոչ մեկ չի հարցնում ժողովրդին եւ ով ինչպես ուզում այդպես անում է։ Եվ արհամարված է մեր հավատացյալ ժողովուրդը Հայաստանում։ Մեր ժողովրդի հավատացյալ ժողովրդի ձայնը չի լսվում։ Բայց այդ ժողովուրդը իհարկե իր բողոքի ակցիան լուր է անում։ Ինչպես ես դա էլ ասեմ։ Երբ անցնող տարի այս Սուրբ Էջմիածնի տոնին
որ կազմակերպված պիտի տարբեր տեղերից հազարավոր, մտածում էին տասնյակ հազարավոր մարդիկ պիտի գան, չեկան։ Հազիվ մի 2000 կամ 3000 մարդ կար Էջմիածնում, որ շատ մեծ ցավ եմ ապրում։ Կամ երբ Միքայել Աջապահյանին պիտի եկել էին կալանավորելու, որի համար իրոք շատ ափսոսում եմ, մեկ անգամ եւս պիտի ասեմ, Էջմիածի զանգերը ղողանջեցին, Էջմիածին քաղաքից, Վաղարշապատ քաղաքից երևի չգիտեմ, մի քանի 100 մարդ եկավ, չեկավ։ Եվ այսպես մենք ուր ենք գնալու։ Մենք այսօր էլ տեսնում ենք Մայր տաճարը շատ անգամ կիսադատարկ է լինում։ Վարչապետը որտեղ գնում է պատարագի, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են լինում, բայց Էջմիածնում, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն է, մենք տեսնում ենք, որ ցավոք շատ քիչ մարդիկ կան։ Սա դրա ցուցանիշն է։ Այ եթե նաև հաշվի առնենք, որ որքան էլ Բագրատ Գալստանյանը համարվում էր սառեցված սրբազան, այդուհանդերձ այն ձայնագրությունները, որին մենք ականատես եղանք, անսպասելի էր, հա, որ հոգևորականի կողմից կներեք իր արտահայտությունները, որը մենք լսել ենք, պատերի տակ գյուլելու, ավտոբուսներ վառելու, չգիտեմ, ճանապարհներին խոտերի տուկեր վառելու եւ այլնի մասին։ Այսա մտահոգություն չկա, որ դա հեղինակազրկում է եկեղեցուն։ Իհարկե, դա ամբողջը հեղինակազրկում է։ Եվ եթե վաղը մյուս օր դատարանը ամբողջությամբ ապացուցի այդ խոսքերի իսկությունը եւ նրանց այդ մտադրությունը, ուղղակի սա մեծ վիշտ ու ցավ կարող է լինել եւ եկեղեցու եւ թարապես հավատացյալների համար, ուստի պիտի երևի սպասենք դատարանի վերջնական որոշմանը, որպեսզի կարողանանք մեր վերջնական եզրակացությունը անել։ Ես արդեն այդ մասին խոսեցի։ Եվ ինչ հնարավոր զարգացումներ եք տեսնում, ինչ հանգուցալուծում եք տեսնում այս ամենին, հա։ Այս ամենի հանգուցալուծումը տեսնում ենք ամենայն հայոց կաթողիկոսի խաղաղ հանգստի կոչվելը, պահելով իր ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը։ Ճիշտ այնպես, ինչպես որ տարիներ առաջ Հռոմի Բենեդիկտոս Պապը որոշում կայացրեց առանձնանալ մի վանքում, որտեղ ինքը մնաց որպես Հռոմի Պապ, ընտրվեց Հռոմի Պապ նոր Ֆրանցիսկոսը եւ նրա մահից հետո Բենեդիկտոս Պապը հուղարկավորվեց Վատիկանում նույն պապական բոլոր ատրիբուտներով։ Մենք կողմ ենք, որ այսօրվա ամենայն հայոց գարեգին երկրորդը խաղաղությամբ, պատվով, գնահանգստի տեղի ունենա տեղապահի ընտրություն, որին կհետևի ամենայն հայոց նոր կաթողիկոսի ընտրություն եւ այդ ընտրություններն էլ պիտի կատարվեն մեր եկեղեցու կարգի, կանոնի համաձայն, պետական ոչ միջամտություններով, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ այդ միջամտությունները շատ անգամ բացասական հետք են թողնում այդ ամբողջի մեջ, որպեսզի եկեղեցականությունը կարողանա հավաքվել եւ իր նոր հոգեվոր պետի ընտրությունը կազմակերպել։ Եվ նաև հայտարարվեց, որ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին եպիսկոպոսատ ժողով է հրավիրվում, ինչ սպասելիքներ, ինչ ակնկալիքներ ունեք այդ ժողովից։ Դժվարանում եմ ասել ինչ ակնկալիքներ, բայց պատկերացնում եմ, որովհետեւ այդ եպիսկոպոսական ժողովը կարող է կոչված լինել, որպեսզի մեր 10 եպիսկոպոսների այս քայլը դատապարտվի, որոշ ուրիշ սխալ ընթացքներ ունենա, եթե մեր եպիսկոպոսները, մեր հոգևոր եղբայրները ավելի արթուն չդատեն։ Նրանցից շատերը շփոթության մեջ են, մտածում են, որ այս ամբողջը Հայաստանի վարչապետն է նախաձեռնել եւ մենք էլ պետության եւ իշխանությունների այդ քայլերի հետևանքով ենք այս ամբողջը կատարում։ Ամբողջությամբ սխալ մոտեցում է, որովհետև սա մենք արել ենք ամեն ինչից դուրս, եթե վարչապետը իր դիրքորոշումը նույնիսկ փոխի եւ փոխեր, մենք մնալու ենք այդ մեր կոչման մեջ։ Այնպես որ սիրելի հոգևոր եղբայրներ, այստեղ խնդիրը ոչ թե գործող իշխանության բարեհաճության ցանկության հարցն է, այլ սա մեր հարցն է։ Մենք երբ որ հոգևոր եղբայրներով նստում ենք միասին, զրուցում ենք եւ շատ անգամ շատ դժգոհություններ ենք լսել, մենք այդ դժգոհությունները ձեր փոխարեն բարձրաձայնել ենք։ Ժամանակն է, որ դուք նույնպես միանաք մեզ, բարձրաձայնենք մեզ
անհանգստացնող այն բոլոր խնդիրները, որ տարիներով կուտակվել են եւ լուծում ստանան ու կարողանանք մեր եկեղեցին վերադարձնել հայ ժողովրդին, Հայաստանին, մեր հավատացյալներին, որպեսզի մեր հավատացյալները այստեղ ունենան շատ մեծ ներդրում։ Նաեւ ցանկանում եմ կոչ անել մեր լրագրողական աշխարհին, սիրելի լրագրողներ, իմ օրդորն է ձեզ խաղաղության մեջ մնացեք, այս օրերին մի փոխեք ձեր կոչումը եւ ընդհանրապես եղեք ավելի խաղաղ եւ հանգիստ եւ ձեր արդարադատ մոտեցումները դրսևորեք, ոչ թե կողմնակալ։ Մենք այստեղ կողմ չունենք, մենք կուսակցական չենք։ Հին հայերենով գրափարով կույս նշանակում է կողմ, դրա համար կոչվում է կուսակցություն, այսինքն կողմ։ Մենք ոչ մեկ բանի կողմ չենք, մենք կողմ ենք մեր հայրերի Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ու իր ողորմատությամբ ենք մենք առաջ գնում, առանց իր լուսավոր առաջնորդության մենք ոչ մի քայլ չենք անում եւ չենք անելու։ Շնորհակալություն Սարգսյան։ Աստված օրհնի ձեզ եւ մեր սիրելի հեռուստադիտողներին, ամեն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։